Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին շարունակելու ենք խոսել եռակողմ հանդիպման մասին, որը տեղի ունեցավ արդեն Երուսաղեմում, Իսրայելում։ Հիշում եք, որ երեկ մենք այդպիսի շատ կարևոր վերլուծություն ձեր հետ միասին արեցինք, որը վերաբերվում էր Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի եռակողմ նոր ոչ միայն հանդիպմանը, այլ առհասարակ այդպիսի ձևաչափին իրանց համագործակցությանը, եւ ես խոսել էի նաև Հայաստանի հնարավոր դերի մասին, շատ կարևոր վերլուծություն էր եւ դիտորդների քանակը նաև դա ապացուցեց։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվա վերլուծությունը ոչ պակաս կամ նույնիսկ ավելի կարևոր է, որովհետև մենք ամփոփելու ենք արդեն արդյունքները այդ հանդիպման եւ ելույթի, որը տեղի ունեցավ այդտեղ Երուսաղեմում միջոցառումի ընթացքում եռակողմ։ Առաջ երթին ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը եւ գրեք ձեր մեկնաբանությունները, դա կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Բացի դրանից, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ իմ գործունեությանը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով այդպիսի ուրեմն աջակցություն տրամաբերում են։ Հարգելի հայրենակիցներ, այս հանդիպումը արդեն տեղի ունեցավ եւ Իսրայել, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձևաչափը ունի արդեն անվանում հակաթուրքական մինի ՆԱՏՕ կամ Պատ Էրդողանի դեմ։ Շատ պարզ է, սա իհարկե ոչ ֆորմալ անուններ են, բայց բոլոր իսրայելցի, այդ թվում վերլուծաբանները, որոնց ես ակտիվորեն հետևում եմ, անվանում են սա Պատ Էրդողանի դեմ։ Հասկանալի է, ինչու մասին է խոսքը, եւ հիմա պետք է արդեն հստակ ասվի, արդեն կքննարկենք հիմա մանրամասն, ես պատրաստել եմ այսպիսի վերլուծություն եւ պետք է ասել, որ սա բացահայտ ռազմաքաղաքական դաշինք է Իսրայելի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ եւ սա այն շատ հազվադեպ դեպքերից է, երբ Իսրայելի դաշինքը կազմվում է Իսրայելի մասնակցությամբ, ուրեմն ոչ թե թաքուն, այլ բացահայտ։ Բացի դրանից, արագ արձագանքման ուժերի ձևավորման մասին խոսակցությունները շարունակվում են, ինչքանով ես գիտեմ, պաշտոնական հերքվել է դա, ասվել է, որ ոչ այդպիսի բան չի պատրաստվում, բայց իսրայելցի վերլուծաբանները այսպիսի բան են ասում, որ եթե պաշտոնական դա հերքվել է, դա չի նշանակում, որ դա իրոք այդպես է։ Սա է, ինչ ասում են իսրայելցի վերլուծաբանները, ուստի ես հասկանում եմ իրանք ինչ նկատի ունեն, պաշտոնական հերքվում է, բայց իրականում այդ ուղղությամբ միևնույն է քայլեր արվում են։ Խոսք է գնում 1000 ուրեմն հատուկ ջոկատայինի մասին Իսրայելից, 1000 հատուկ ջոկատայինի մասին Հունաստանից եւ մի քանի 100 հատուկ ջոկատայինի մասին Կիպրոսից, որոնք ունենալու են ուրեմն իրանց հնարավորություններում, այդ թվում նավեր եւ ուղղաթիռներ, որոնք անհրաժեշտ կլինեն արևելյան միջերկրական ծովում հատուկ ջոկատայինների գործողությունների համար։ Եվ սա ընդգծվում է, որ սա հստակ մեսիջ է Թուրքիայի համար ստեղծված իրավիճակի ուղղությամբ։ Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ տեղի է ունենալու հետախուզական տվյալների փոխանակում բոլոր այս երեք պետության միջև, հատկապես ինչ վերաբերվում է արևելյան միջերկրական ծովում ձևավորվող իրավիճակի հետ։ Երբ վերլուծաբանները քննարկում են, թե ինչն է գլխավոր պատճառը, որ այս երեք պետությունը մոտենում է իրար հետ, ապա դա ոչ թե մի նման մոտեցումներն են կամ գաղափարախոսությունը, այլ պրագմատիզմն է եւ ընդհանուր ուրեմն վտանգը։ Վտանգը ձևավորվում է այսպես. Ռեջեփ Թայիպ Էրդողանի տարածաշրջանային քաղաքականությունը եւ Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը։ Կարելի է ասել, որ Իսրայելը եւ Հունաստանը ունեցել են երկար ժամանակվա ընթացքում խառը եւ ոչ այդքան հասկանալի հարաբերություններ, որովհետեւ այդտեղ կար անտիսեմիտիզմ Հունաստանում, ինչպես նաև արաբական պետությունների հանդեպ աջակցություն,
բայց իրավիճակը փոխվեց նրանից հետո, երբ 2010 թվականին Իսրայելը եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին եւ դրանից հետո Հունաստանում տեսան հնարավորություն Իսրայելի հետ մոտենալու։ Հիմա հարգելի հայրենակիցներ, տեսնում եք նույն Հունաստանը ինչ ճանապարհով է անցել։ Հիմա հարց ենք տալի, բա Հայաստանի ճանապարհը ինչպիսին է։ Նույն ձև կարելի ասել, որ կա հակա իսրայելական մթնոլորտ հանրությունում, որը գալիս է Ադրբեջանի հետ համագործակցության պատճառով, իսկ Իսրայելը, հիշեցնեմ, մինչև 2010 թիվ, այսինքն Մարամարմարայի այդ նավերի ուղարկումը Գազա, որտեղ որ հայտնաբերվեց զենք, շատ ակտիվ համագործակցում էր նաև Իսրայելը Թուրքիայի հետ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, կարելի ասել, որ մի նման իրավիճակում ենք գտնվում եւ Հունաստանը ուղղեց իր սխալը այն առումով, որ չէր աշխատում ակտիվ Իսրայելի հետ։ Հիմա Հայաստանը նույն այդ սխալն է կատարել երկար տարիների ընթացքում։ Մենք ուղղակի դժգոհ ենք Իսրայելի մոտեցումներից, բայց ինչպես հանրություն, բայց միևնույն ժամանակ պատշաճ աշխատանք չենք տարել, որ ապահովենք մեր շահերը եւ նույն Իսրայելը տեսնի, թե ինչու պետք է մեր հետ համագործակցի։ Ուստի սա շատ կարևոր ուղղություն է եւ ցույց է տալի, որ Հունաստանը այդ ճանապարհով է անցնել եւ անցել եւ հիմա մենք ունենք հնարավորություն, որ Հայաստանն էլ անցնի այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է Կվիպրոսին, ապա այդտեղ շատ հետաքրքիր մանրամասներ կան։ Ուրեմն մենք հիշում եք, որ սեպտեմբերի սկզբներին արեցինք վերլուծություն եւ խոսեցինք նրա մասին, որ Թուրքիան մոտավորապես 3 անգամ մեծացրել է իր զինված ուժերի քանակը Հյուսային Կվիպրոսում։ Կարող եք գնալ եւ նայել այդ վերլուծությունը, շատ հետաքրքիր էր իրականում, բայց հիմա արդեն մենք ունենք տեղեկատվություն, որ հետախուզական տվյալներով մոտավորապես 40,000 թուրքական զինվոր է գտնվում Հյուսիսային Կվիպրոսում եւ այդ 40,000 զինվորը թուրքական պատրաստ է, փաստացի, գրավել Կվիպրոսը 3 օրում։ 3 օրում։ Բոլոր տվյալները ցույց են տալի, որ հնարավոր է, որ Թուրքիան գրավի ամբողջ Կվիպրոսը 3 օրում։ Կվիպրոսը Եվրոպական միության անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Եվ հույս չունի Կվիպրոսը Եվրոպական միության աջակցության ռազմական առումով, այդ իսկ պատճառով Կվիպրոսի գլխավոր հույսը Իսրայելն է եւ Իսրայելի հետ ձևավորում է անվտանգային հարաբերություններ։ Բացի դրանից, երկար տարիների ընթացքում Կվիպրոսի եւ հաշվի առնելով Կվիպրոսի եւ Հունաստանի մեկ ազգ լինելը, փաստացի եւ մոտիկությունը, մենք նաեւ պետք է հաշվի առնենք, հարգելի հայրենակիցներ, որ այստեղ ձևավորված է այսպիսի իրավիճակ, ըստ որի փաստացի նույն Կվիպրոսը հույս չի կարող ունենալ Հունաստանի ամբողջությամբ, որովհետև տարբեր հարցերի ուղղությամբ մենք տեսնում ենք, որ Հունաստանի ռազմական հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են եւ հատկապես 3 օրվա ընթացքում գրավելու դեպքում Հունաստանը չի կարողանա ինքնուրույն այդպիսի անվտանգություն ապահովել Կվիպրոսին, բազում դրա պատճառներ կան։ Առաջինը, որ հեռու է իրականում Հունաստանի տարածքից Կվիպրոսը, երկրորդը, որ խոցելի իրավիճակում է, երրորդը, որ Հունաստանի ռազմական հնարավորությունները այդքան էլ հզոր չեն դեռ շատ առումներով, բայց հիմա մենք ձեր հետ կքննարկենք հենց այդ հատվածը, ռազմատեխնիկական համագործակցությունը։ Իսրայելը պարտականություն է վերցնում եւ դառնում է Հունաստանի եւ Կվիպրոսի գլխավոր զենքի մատակարարող պետություն։ Հատկապես խոսք է գնում, որ երկու պետությունն էլ կգնի հակատանկային Spike համակարգները իսրայելական, բացի դրանից հակաօդային պաշտպանության Բարակ համակարգները, որը Ադրբեջանը նաև է գնել, ինչքանով գիտեմ Spike նաև ունի Ադրբեջանը, Spider հակաօդային ուրեմն համակարգը եւ Դավիթի Պրաշա Դավիթա կոչվող հայերենով անկեղծ ասած չգիտեմ հստակ այս զենքի անվանումը ոնց է թարգմանում, կամ David Sling է կոչվում անգլերեն, այս զենքը, որը հակաօդային պաշտպանության ամենաառաջատար համակարգն է Իսրայելում եւ զարմանալի է նույնիսկ, որ վաճառել է որոշում, որովհետեւ լազերային հակաօդային պաշտպանությունը, ինչքանով գիտենք, շատ թաքուն է իրականում այդ ծրագիրը զարգանում David Sling-ի կամ Պրաշա Դավիդայի ուղղությունով։ Դրա նպատակն է, որ սովետական S-300-ները, Տորը եւ ասա համակարգները ամբողջությամբ ուրեմն հանվեն
Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերից։ Բացի դրանից խոսք է գնում հրթիռային համակարգներ պուլսի վաճառման մասին, հարձակման նպատակով են օգտագործվում այսպիսի համակարգները, բալիստիր լոռա հրթիռները, որոնք մինչև 430 կիլոմետր կարող են հարվածներ հասցնեն, եւ այս լոռա համակարգները նաև ունի Ադրբեջանը։ Եվ կարելի ասել, որ շատ մեծ կարևորություն ունի այս երկու ուղղությունը ռեակտիվ ուրեմն այս համակարգ պուլսը եւ բալիստիկ հրթիռները լոռը։ Հիմա ինչ նպատակ ունի սա նաև Իսրայելի համար։ Իսրայելի տարածքը շատ փոքր է նրա համար, որ այդտեղ կարողանա, այսպես ասեմ, ռազմական այնպիսի գործողություններ, ուսումնային նկատի ունեմ, կազմակերպի, որոնք կտան Իսրայելին հնարավորություն, որ ամբողջ ծավալը իր զինված ուժերի ստուգի։ Ուստի կարելի է ասել, որ Կվիպրոսը շատ ավելի հետաքրքիր է այդ առումով եւ տալիս է հնարավորություն տարբեր ռազմական, ուսումնական այսպիսի զորավարժություններ կազմակերպել Կվիպրոսի տարածքում։ Բացի դրանից նույնը հնարավորություն կա, որ Հունաստանում կազմակերպվի։ Պետք է նաև ասել, որ Հունաստանի ուրեմն զինված ուժերի օդային կոմպոնենտը, ապա օդային ուժերը տալիս են հնարավորություն, որ միասնական հակաօդային պաշտպանություն ձևավորվի Կվիպրոս, Հունաստան, Իսրայել, բացի դրանից, որ մատակարարումների այդպիսի ուղի ձևավորվի օդային, որը գալիս է Հունաստանից դեպի Կվիպրոս եւ Իսրայել, եւ դա կարող օգնի նրան, որ օդում կարողանան միասնական համագործակցություն ձևավորել կողմերը։ Բացի դրանից Իսրայելը հետաքրքրված է միասնական զորավարժություններում, որոնք ուղղված կլինեն S-300 հակաօդային պաշտպանության համակարգների դեմ, որը Հունաստանը ունի եւ հնարավորություն ունի հիմա օգնի Իսրայելին, որ պատրաստվի S-300-ի դեմ։ S-300-ը ով ունի, մենք գիտենք, որ Թուրքիան ունի, բայց կարծեմ S-400-ի մասին է խոսքը, այդտեղ տրիումֆների մասին, բայց չի օգտագործվելու։ Իրանի դեպքում կա S-300-ներ, բայց Իսրայելը ամեն դեպքում պատրաստ է դրա համար, բայց կարծում եմ նաև սա կարող օգտակար լինի, որ պատրաստվի, այդպես է նաև կարծում իսրայելցի տարբեր փորձագետները։ Բացի դրանից Կվիպրոսը ենթադրվում է, որ կարող է լինել լայնածավալ պատերազմի դեպքում գլխավոր ռազմակայանը, որտեղ որ Իսրայելի զինված ուժերի օդային մասը, նկատի ունեմ այդ ինքնաթիռները, կանցնեն դեպի Կվիպրոս եւ կկարողանան ինչպես ռեզերվային այդպիսի ուրեմն ռազմական օդանավակայաններ օգտագործել Կվիպրոսի տարածքները։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ասել, որ տարածաշրջանում ձևավորվում է երկու հետաքրքիր դաշինք, եւ այդ դաշինքը դա Իսրայելն է, Հունաստանը, Կվիպրոսը, Հնդկաստանը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները։ Մյուս կողմից ակնհայտորեն երևում է Թուրքիայի, Սիրիայի, Կատարի, Պակիստանի եւ Լիբիայի ազդեցությունը այս տարածաշրջանում, բացի դրանից Լիբանանի ուղղությունով կան հարցեր եւ մենք դրա մասին ձեր հետ խոսել ենք մեր երեկվա ելույթում Լիբանան Թուրքիան մուտք գործելու մասին շատ կարևոր այդպիսի վերլուծություն էր։ Բացի դրանից Իսրայելը եւ Հնդկաստանը ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները։ Հնդկաստանը ուզում է դառնալ աշխարհի 3-րդ տնտեսությունը եւ Հնդկաստանը ակտիվորեն գնում է իսրայելական զենքեր եւ անցկացնում է ընդհանուր զորավարժություններ ուրեմն Իսրայելի հետ։ Մյուս կողմից Իսրայել-Պակիստան, Հնդկաստան-Պակիստան այդ համագործակցությունը մենք պատերազմը նկատի ունեմ, հակամարտությունը Հնդկաստան-Պակիստան, նաև կարելի ասել արտացոլվում է արդեն Մերձավոր Արևելքում, որովհետև այստեղ Հնդկաստանի դաշնակիցը Իսրայելն է,
Պակիստանի դաշնակիցը Թուրքիան։ Հիմա հարգելի հայրենակիցներ, արեք ձեր հետ միասին մենք նայենք մեր տարածաշրջանին։ Պակիստանի դաշնակիցը Ադրբեջանն է, Հայաստանը Հնդկաստանի դաշնակիցն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը Պակիստանի դաշնակիցն է, Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, եւ այստեղ զարմանալիորեն բան է կատարվում, հարգելի հայրենակիցներ, որ Հայաստանը Կվիպրոսի դաշնակիցն է, Հայաստանը Հունաստանի դաշնակիցն է, Հայաստանը Հնդկաստանի դաշնակիցն է, բայց Իսրայելը Հայաստանը պետք է լինի Իսրայելի դաշնակիցը, եւ այն, որ Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է, դա զարմանալի է ստացվում այս իրավիճակում, որովհետև Իսրայելը հասկանում է, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է եւ Ադրբեջանը Պակիստանի դաշնակիցն է, իսկ Պակիստանը Իսրայելի դաշնակից Հնդկաստանի դեմ է, իսկ Թուրքիան գլխավոր սպառնալիքն է ուրեմն Իսրայելի համար, այդ թվում Իսրայելի նոր դաշնակիցների համար։ Ուստի հարգելի հայրենակիցներ, մենք եւ ես իմ վերլուծությունում դրա մասին էի խոսում, բայց կարծեմ հանրության մի մասը ճիշտ չհասկացավ, ես նկատի չունեի, որ մենք պետք է որևէ դաշինք մտնենք Թուրքիայի դեմ, դրա մասին չի խոսքը, ոչ էլ այս դաշինքը, որը ձևավորվել է հիմա, Թուրքիայի դեմ է, այլ Թուրքիայից պաշտպանվելու նպատակով է, այդ թվում քաղաքական առաջի հերթին առումով, հա, սա միանգամից ռազմական բաղադրիչի մասին չի խոսքը, բայց նաև տեխնոլոգիական ուղղությունով։ Հիմա մեզ պետք է տեխնոլոգիական հնարավորություններ, չմոռանանք, որ նույն Իսրայելի դաշնակիցը Միացյալ Նահանգներն են, մեր դաշնակիցը Միացյալ Նահանգներն են, ուստի մեզ պետք է ռազմական հնարավորություններ նրա համար, որ մենք կարողանանք ուրեմն զարգացնել մեր զինված ուժերը եւ ապահովել մեր անվտանգությունը, երբ խոսքը գալիս է Թուրքիայից կամ Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են ակտիվացնել հարաբերությունները գազի արտադրության ուղղությունով, որը խոսք է գնում իրանց տնտեսական այն տարածքներում, ծովային հատվածներում, որը համընկնում է, ուստի այստեղ ստացվում է այսպիսի հետաքրքիր բան, հարգելի հայրենակիցներ, որ հիշում եք, մենք նախկին վերլուծությունում նաև խոսեցինք, որ Թուրքիան, Հյուսիսային Կիպրոսը, Սիրիան եւ Լիբանը փորձել են բաժանել այդ ծովում սահմանները եւ դա հակասում է Հունաստան, Իսրայել, Եգիպտոս, Կիպրոս մոտեցումին, այստեղ այդ տարածքների առումով, բաժանման գծերի առումով լուրջ խնդիրներ են լինելու արևելյան միջերկրական ծովում եւ առհասարակ դա հակամարտության պատճառներից մեկն է եւ լինելու է այդպիսի հակամարտության պատճառ շարունակելու է լինել։ Բացի դրանից կողմերը ուրեմն համագործակցելու են հոսանքային մալուխի կառուցման ուղղությունով, որը պետք է կապի Եվրոպան, այսինքն Հունաստանը եւ Կիպրոսի հատվածով գա մինչեւ Իսրայել։ Պետք է նաև ասեմ, որ տուրիզմի ուղղությունով կա խնդիրներ, եթե նախկինում իսրայելցիք գնում էին դեպի Թուրքիա հանգստանալու, ապա վերջերս հարաբերությունների խնդիրներ ձևավորելուց հետո հարաբերություններում մենք տեսնում ենք, որ փաստացի խոսք է գնում նրա մասին, որ իսրայելցիք սրանից հետո գնում են դեպի Հունաստան եւ Կիպրոս հանգստանալու Թուրքիայի փոխարեն, եւ դա նաև շատ հետաքրքիր ուղղություն է։ Սրանով ստացվում է, հարգելի հայրենակիցներ, որ գլխավոր ուղղությունները այսպիսին են համագործակցության, սա խորացումն է հարաբերությունները անվտանգության եւ ուրեմն զինված ուժերի ուղղությունով, բոլոր երեք պետությունների ղեկավարները հստակ ամրապնդեցին, որ իրանք տեսնում են միմյանց հարաբերությունները ռազմավարական այդ ուղղությամբ եւ պատրաստվում են զարգացնել հարաբերությունները այդ թվում անվտանգային, ռազմատեխնիկական եւ հետախուզական ուղղությունով եւ սա ընդգծվել է այսօր ուրեմն երեք ավելի ճիշտ իրանց ընդհանուր այդ քննարկման ժամանակ Երուսաղեմում։ Բացի դրանից էներգետիկ ոլորտում, ինչպես արդեն ասացի, նպատակ կա, որ պետք է Հունաստանը դառնա արևելյան Եվրոպայի եւ միջերկրական ծովի էներգետիկ հաբ,
եւ դա հետաքրքիր է, որովհետեւ Թուրքիան ունի այդ նպատակը էներգետիկ հաբի դառնալու եւ փաստացի Իսրայելը փորձելու է դրան խանգարել այս եռակողմ համագործակցության շնորհիվ Իսրայել, Կիպրոս, Հունաստան, Եվրոպա նոր էներգետիկ ուղի է կառուցվելու, որը պետքա շրջանցի թուրքական էներգետիկ ուղուն, որը պետքա Քաթարով գար Սիրիայով Թուրքիա եւ գնար դեպի Եվրոպա։ Ուստի Իսրայելը կառուցում է ալտերնատիվ այլընտրանքային էներգետիկ այդպիսի ուղղություն։ Ընդհանուր ուրեմն հայտարարություն են ընդունել կողմերը եւ սա ամենա ուրեմն ծավալուն եւ կարեւոր այսպիսի հայտարարությունն է, հռչակագիր, որով նշվում է, որ շատ ամբիցիոն օրակարգ ունեն կողմերը տնտեսությունի, ռազմաարդյունաբերության, պաշտպանության, էներգետիկայի եւ բոլոր ուրիշ ոլորտներում համագործակցության զարգացումը։ Բացի դրանից, ամենահետաքրքիրը այն էր, որ վարչապետ Նեթանյահուն իր ելույթի ժամանակ խոսել է եռակողմ հարաբերությունների մասին եւ ասել է, որ սա անվտանգության եւ կայունության ի նպաստ է լինելու, բայց միևնույն ժամանակ հույս ունի, որ հակամարտությունները չեն զարգանա այս ուղղությամբ։ Հիմա խոսեմ ինչ նկատի ունեմ, ինչու մասին է իրականում Նեթանյահուն խոսել, որովհետեւ իրանից հետո վարչապետը Հունաստանի Կիրիակոս Միցոտակիսը խոսել է այս ռազմավարական ձևաչափի կարևորության մասին եւ նշել է, որ սա օգնելու է տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը, նույն ուղղությամբ հայտարարություններ է արել Կիպրոսի ղեկավարը։ Հիմա հետաքրքիրը այն է, որ ուղիղ առումով վարչապետ Նետանյահուն փաստացի սպառնացել է եւ պատասխանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հստակ իր ելույթի ժամանակ, որը ես ուշադիր նայեցի, ասում է այսպիսի խոսքեր Բենյամին Նետանյահուն. նրանք, ով հորինում են, պատկերացնում են իրանց գլխում, որ կարող են վերականգնել իրանց կայսրությունը, ես պետք է իրանց ասեմ, որ մեր տարածաշրջանում, մեր տարածաշրջանում իրենց կայսրությունը եւ իրանց վերահսկողությունը, ես իրենց պետք է ասեմ, մոռացեք սրա մասին, սա չի լինի, ոչ էլ մտածեք դրա մասին։ Բացի այդ, բոլոր փորձագետները իհարկե համաձայնեցված միանգամից ասում են, ես էլ հաստատում եմ, որ խոսքը Թուրքիայի մասին։ Խոսքը Էրդողանի համար, Պատ Էրդողանի համար այս եռակողմ ձևաչափի մասին, որը Էրդողանի ուրեմն նեոօսմանական մոտեցումների դեմ է եւ որը պետքա սահմանափակի իր մոտեցումները նոր կայսրություն, այսինքն օսմանյան կայսրությունը վերականգնելու ուղղությունով նեոօսմանյան այդ քաղաքականության դեմ։ Եվ Նետանյահուի այս ասածը շատ հետաքրքիր է, հարգելի հայրենակիցներ։ Սա նշանակում է, որ մենք ունենք լուրջ անելիք, որովհետև եթե Իսրայելը եւ Թուրքիան ունեն այսպիսի խնդիր, մենք այդ եռակողմ դաշինքում երկու դաշնակից ունենք։ Եվ ինչպես Հունաստանը, այդպես էլ Կիպրոսը Հայաստանի դաշնակիցներն են, այդ թվում ռազմական առումով երկար ժամանակներ եւ հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ամենաշատ աջակցությունը մեզ տրամադրել է կլինի դա քաղաքական թե ուրիշ, հենց Հունաստանի եւ ուրեմն եւ Կիպրոսի ղեկավարները, ինչքանով դա հնարավոր էր։ Եվ հստակ պետք է այստեղ ասվի, որ Հունաստանը ունի շատ մեծ հնարավորություններ մեզ աջակցի այդ եռակողմ ձևաչափում Իսրայելի հետ բարելավել հարաբերությունները։ Ուստի ես հուսով եմ եւ կոչ եմ անում Երևանում ուրեմն մեր ներկայացուցիչներին, նկատի ունեմ արտաքին գործերի նախարարության, կառավարության, բոլոր պատշաճ մարմիններին կոչ եմ անում, որ ակտիվացնեն հարաբերությունները նաեւ ուրեմն Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելի ուղղությամբ միջնորդություն խնդրենք իրանցից, որ Իսրայելի հետ հարաբերությունները ավելի բարելավենք։ Իհարկե, մենք գիտենք, որ օրերս նաև այցեր են տեղի ունեցել
դեպի Իսրայել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի եւ փորձեր են արվում հայկական կողմից, որ բարելավեն հարաբերությունները Իսրայելի հետ, միևնույն ժամանակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զառե Սինանյանը նաև այցելել է Իսրայել եւ ես նաև ինչքանով հասկանում եմ, դա էլ ուղղված էր Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման եւ զարգացմանը, բայց ամեն դեպքում կարծում եմ ձեռքից պետք չէ բաց թողնել հնարավորությունները Հունաստանի եւ Կվիպրոսի միջոցով եւ շնորհիվ նաև այս ուղղությամբ էլ ավելի ակտիվ քայլեր արվեն։ Եվ այդ ուղղությամբ պետք է հատուկ տեսնել, թե ինչով են համընկնում մեր շահերը եւ կապերը, որովհետեւ տեսեք, հարգելի հայրենակիցներ, համընկնում են Հայաստանի եւ Իսրայելի շահերը շատ հարցերում, այդ թվում Թուրքիայի զսպելու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Իսրայելին պետք է ձեռ տա հիմա, որ Հայաստանը կարողանա իր անվտանգությունը եւ սուվերենությունը իր տարածքների վրա պահպանի եւ հզոր զինված ուժեր ձևավորի, ուստի այդ նպատակով այն իմ վերջի հարցազրույցները, որը ես տվել եմ նաև իսրայելցի լրագրողներին եւ առհասարակ դուք գիտեք, այդ թվում Միացյալ Նահանգներ այցի ժամանակ ես ինչքան ակտիվ եմ փորձել Իսրայելի հետ կապերը ամրապնդել եւ զարգացնել, այդ թվում հրեա այդտեղ տարբեր գործիչների հետ, դա ուղղված էր հենց այս ուղղությամբ, որտեվ ես վաղուց տեսնում եմ հենց այս քայլերը եւ հնարավորությունները, որ մենք կարող ենք մոտենալ Իսրայելի հետ, տեսեք, մենք կարող ենք այդ ընդհանուր ճարտարապետության մաս դառնալ, որովհետեւ Իսրայելի հետ համագործակցությունը, Հունաստանի, Կվիպրոսի, Հնդկաստանի հետ համագործակցությունով մենք կարող ենք գնել զենք, մենք կարող ենք մասնակցել ընդհանուր զորավարժություններում, մենք կարող ենք ձևավորել այդպիսի հզոր հակաօդային պաշտպանություն եւ այդ ամեն ինչի շնորհիվ կարող ենք ապահովել մեր անվտանգությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Բացի դրանից, եթե մենք լավ մեզ դրսևորենք այս ուղղությամբ եւ շատ ակտիվ քայլեր անենք, ապա մենք կարող ենք փոխարինել Ադրբեջանին, դառնալ Իսրայելի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում Ադրբեջանի փոխարեն։ Ուստի նրա փոխարեն, որ Իսրայելին մեղադրենք, արեք մենք կոնցենտրացվենք նրա վրա, մենք ինչ ենք անում, որ այս իրավիճակը փոխենք եւ դարձնենք մեզ ի բարենպաստ, որովհետեւ Իսրայելի զենքերը աշխարհում ամենալավն են, մենք դրա մասին շատ լավ գիտենք եւ մենք ունենք հնարավորություն այդ թվում գնենք այդ զենքերը։ Այո, ձևավորենք հակաօդային պաշտպանություն այդ թվում իսրայելական զենքի շնորհիվ։ Եվ ուստի կարծում եմ սա շատ լուրջ թեմա է, առաջընթաց ենք ունենալու այս ուղղությունով եւ տեսեք, հարգելի հայրենակիցներ, ամփոփելով այս եռակողմ գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ, ասում եմ, որ շատ հետաքրքիր, կարևոր զարգացումներ են, որի հետևից մենք ակտիվորեն հետևելու ենք, այստեղ բազմաշերտ հարցեր կան եւ այս թեմայի շուրջ իհարկե մենք շարունակելու ենք ձեր հետ միասին վերլուծությունները եւ աշխատանքը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։